Պատգամավոր Դավիթ Իշխանյանի հարցերը քառօրյա պատերազմին անուղղակի են առնչվում։ Կառավարությունը ազատագրված տարածքների զարգացման ու վերաբնակեցման ինչ ծրագրեր ունի, պատասխանում է կառավարության ղեկավարը, հիշեցնում է հանրապետության տարածքը չի բաժանվում ազատագրված-չազատագրվածի, այլ ներառում է սահմանադրությամբ ամրագրված ողջ տարածքը, իսկ կոնկրետ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում կառավարության ծրագրերը որոշակի նրբերանգներ ունեն եւ առաջարկվող արտոնություններով են առանձնանում, այդ մասով ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերում է վերաբնակեցման առումով մենք կոնկրետ Քաշաթաղ եւ Շահումյանի շրջաններում ունենք զարգացման ծրագրեր, արտոնյալ վարկային ծրագրեր, բնականաշինության ծրագրեր, ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, շարունակվում է մեր բյուջեի հնարավորությունների շրջանակներում, ոչ մի բան չի փոխվել, Արաքսավան շարունակում է այնտեղ ապրել եւ ամենաթեժ օրերին էլ ոչ մի տեղաշարժ չի եղել, տարբերություն շատ այլ բնակավայրերի, գյուղատնտեսական աշխատանքները այսօր սկսված են, օրեր առաջ մոտեղի ունեցել խորհրդակցություն վարչակազմի ղեկավարների հետ միասին եւ կոնկրետ հասարականներ է տրվել։ Դաշնակցական պատգամավորի հաջորդ հարցը քաղաքական ոլորտից էր, որն է այսպես ասած մադրիդյան փաստաթղթի նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, հարցին արտգործնախարարն է պատասխանել։ Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկման եւ մշակմանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ։ Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլ նաեւ տրամաբանական եզրակացություն է։ Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, դուք գիտեք մեր պաշտոնական տեսակետը, որ Արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ, եւ բանակցային գործընթաց ասելով մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը, որոշակի գաղափարներ առաջ քաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը, այդ ձեռբերված պայմանավորվածությունները, եթե հնարավոր է լինում, համատեղ քննարկում, համաձայնություն եւ ինչու՞ չէ, եւ նաեւ կիրառում, այսինքն կյանքի կոչելը։ Թեման Արթուր Թովմասյանն է շարունակում եւ թարմացնում, ըստ ռուսական լրատվամիջոցների Երևան ժամանող Ռուսաստանի արտգործնախարարը հակամարտության կարգավորման այսպես ասած պուտինյան ծրագրով է գալիս, ինչ է դա, հետաքրքրվում է արցախցի պատգամավորը։ Արտաքին քաղաքականություն մշակելիս եւ իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով, հիշեցնեմ այս օրերին, ինչպես եւ նախորդին բազմաթիվ հրապարակումներ են եղել իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող, մենք առաջնորդվում ենք պաշտոնական հայտարարություններով, նույն նախարար Լավրովի, համապատասխան այլ պաշտոնյաների եւ ես խորհուրդ եմ տալի մեզ բոլորիս առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, այլ ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով։ Վահրամ Բալայանը հետաքրքրվում է զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագրերով, կլինի միասնական մոտեցում, տարբերակները քննարկվում են, տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը, անհրաժեշտության դեպքում նաև բնակարանային խնդիրներն են կարգավորվելու։ Զոհվածների ընտանիքների վերաբերյալ արդեն հանձնարարված է սոցիալնախարարությանը, բացի այդ միանվագ օգնությունները, որը մարդկանց ստացանկությունն է, մենք չենք կարող որևէ բան ասել, բայց սոցիալական, հասցեական քաղաքականությունը վերանայել, ավելացնել երեխաների նպաստը, չնայած հունվարի 1-ից մենք բարձրացել ենք, բայց փոխենք այդ 42,000 գոնե իմ պատկերացմամբ այդ ընտանիքների երեխաների դարձնել նվազագույն զամբյուղի չափ, լրացուցիչ օժանդակություններ, շատ տեղերից մենք ստացել ենք առաջարկություններ կենցաղային բնակարանային պայմանների բարելավման, վերանորոգել այդ ընտանիքների բնակարանները, բնակարաններ չունեցողներին շատ կարճ ժամանակահատվածում ապահովել։ Սա ծրագիր է, որը մենք արդեն կսկսենք իրականացնել քիչ հետո։ Հայկ Խանոմյանը քառօրյա պատերազմի ընթացքում բնակչության կրած վնասների փոխհատուցման ծրագրերով է հետաքրքրվում, այս պահին հաշվարկվում, չափագրում են, բոլորի նկատմամբ լինելու է նույն մոտեցումը, ճանապարհները դեռ քննարկվում են, վստահեցնում է կառավարության ղեկավարը։ Արմեն Սարգսյանի հարցը քաղաքապաշտպանության ոլորտից էր, քառօրյա պատերազմը ցույց տվեց այդ ոլորտում առկա խնդիրները, որոնց կարգավորման ուղղված աշխատանքները արդեն ընթացքի մեջ են, պատասխանել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը։ Քառօրյա պատերազմի ընթացքում որքան արդյունավետ է աշխատել կառավարությունը իր ստորաբաժանումներով, հետաքրքրվողը պատգամավոր Հովիկ Ջիվանյանն է։ Վարչապետը ընդհանուր առմամբ դժգոհ չէ, սակայն արտակարգ դրության պայմաններում աշխատելը նաև որոշ թերություններ բացահայտեց։ Խնդիրներ ունենք, բացթողումներ ունենք, դասեր հաստատ քաղելու ենք, ծրագրերը փոփոխվելու, ես դրա համար նշեցի, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի փոփոխություն է լինելու, առաջնահերթությունները արդեն մենք միասին ենք ընտրելու։ Այնպես որ բարեփոխումներ ամեն դեպքում կլինեն, կառուցողական առաջարկներից կառավարությունը չի հրաժարվի։ Ցանկացած զանգ
արձագանքվել է։ Ցանկացած առաջարկություն կապ չունի որտեղից, ումից, ազգությունից մեր կողմից արձագանքվել է եւ փորձել ենք լուծում գտնել կամ օգտվել այդ ծառայություններից։ Ընդհանուր առմամբ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 6 падգամավորի կողմից 9 հարց է ներկայացվել, հաշվի առնելով ուժայինների հետ մոտ օրերս նախատեսվող հանդիպումները, խորհրդարանականները այս ոլորտի հարցերից ձեռնպահ են մնացել։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։